Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Մինչ կբարձրանայի այստեղ, գիտեք, ներսս մի հետաքրքիր համեմատական եկավ, ու հիմա փորձեմ ձեզ հետ մի փոքր այսպեսի համեմատականով կիսվեմ։ Երբևիցե ինչ որ մեկիդ մոտ հաց առաջանում է, ինչի ենք անդադ Աստծո խոսում այստեղից։ Ու մոտ այդպիսի հարց առաջանում։ Ումա դուր գալիս, որ ամեն կիրակի այստեղից Աստծո խոսք ենք խոսում։ Ահա, փառք Տիրոջը, Տերը օրհնի, հալելույա։ Սիրելիս, հավատում ես, որ Աստծո խոսքը ամեն անգամ, երբ որ խոսում ենք այստեղից, ինձ ու քեզ օգտակար է։ Ինձ ու քեզ փոխում է։ Իմ եւ քո կյանքը նորոգում, բժշկում եւ նոր լիցքերով ալացնում։ Ամեն անգամ, երբ որ Տիրոջ խոսքը լսում ես, դու ինչ որ մի բան սովորում ես, ինչ որ մի բան վերցնում ես, ինչ որ մի նոր բան քեզ համար դառնում է հայտնություն եւ սկսում ես քո կյանքում գործածել եւ շարժվել առաջ ու տեսնում ես դրա պատուղները, ամեն, այդպես է թե ոչ։ Սիրելիներս, կհիշեք, որ մենք սկսեցինք երևի երկու շաբաթ առաջ սկսեցինք ծառայություն, որը վերնագրեցինք այսպես ընտանիք։ Մենք անցնում ենք ընտանիք թեման, ամեն, եւ որոշեցինք անցնենք այնքան, մինչեւ որ մեր ընտանիքները ավելի ինչ լինեն, բաժանվեն։ Չէ, ամրապնդվեն, զորանան եւ նոր ընտանիքներ կառուցվեն, ամեն։ Հիմա սիրելիներս, ուզում եմ մենք նաեւ հասկանանք մի բան, որ ինչ սկսել ենք ընտանիք թեման, հարցակումներ են սկսվում։ Հարցակումներ լուրջ, ու այդ հարցակումները գալիս են ընտանիքների վրա, ամուսին, կին, հայր, մայր, երեխա եւ այլը։ Հիմա գիտեք հետաքրքիրը որն է, որ մի զարմացի, որ գալիս է հարցակում։ Մի զարմացի, որովհետեւ երբ որ մի բան չգիտես, Սատանան ուրախանում ասում է, դե ոչ մի բան էլ չգիտի, հանգիստ իրանց համար մեկա մեղքի մեջ ապրում են։ Հա? Բայց երբ որ գալիս է իրավիճակներ, երբ որ Աստծո խոսքը հայտնվում է որպես լույս մեր կյանքի մեջ, դրա հետևից էլ գալիս են հարցակումներ, ու դու մտածում ես, այ մարդ, բա ինձ պետք էր այդ եկեղեցի գնացի ենել, ընտանիքս քանդվում է։ Երբ որ հարցակումներ են գալիս, հարցակումը ունի երկու կարևորագույն նպատակ։ Առաջինը բացահայտում է ձեր ծածկված խնդիրները, որը երբևիցե չէիր պատկերացնում, որ ունես քո ներսում։ Հա? Առաջինը բացահայտում է քո ներսի ծածկված խնդիրները։ Երկրորդը տալիս է քեզ հնարավորություն, որ դու Աստծո խոսքով զորանաս եւ այդ խնդիրներին լուծում տաս։ Համաձայն ես։ Գիտես, պատերազմը, երբ որ դու հայտնվում ես պատերազմի դաշտում, դա չի նշանակում, որ միանգամից պիտի հաղթողի դրոշակը տան քո ձեռքը։ Պատերազմը մի դաշտ է, որի մեջով որ դու անցնում ես, որտեղ որ դու եւ վնասվում ես, եւ ցավ ես վերապրում, եւ նպատակ ես դնում քո առջև, որ այդ խնդիրները հաղթելով հասնես նպատակին եւ ունենաս հաղթանակ։ Ամեն։ Գիտեք, եկեք թույլ չգտնվենք։ Թույլ չգտնվենք, որ այդ հարցակումների, խնդիրների ժամանակ ասենք ամենալավ բանը գիտես որն է, բաժանվեմ պրստեմ։ Դա ամենաթույլ, դա ամենավտանգավոր եւ վատ որոշումն է, որ կարող ես կայացնել սիրելիս, որովհետեւ պատերազմից փախնելը դեռ չի նշանակում, որ դու հաղթանակ ունեցար։ Դու քո կաշին պրծացրիր պլոկվելուց։ Այսինքն կաշիդ մի պրծացրու, սիրելիս։ Եկեք մենք նրա հարցերը լուծենք, ով որ այդ խնդիրները բերում է մեր կյանքի մեջ։ Կհիշեք, որ սկզբնական թեման, երբ որ մենք անցնում էինք, սկսեցինք նրանից, թե Աստված ինչպես ստեղծեց մեզ, հա, ում ստեղծեց սկզբից Ադամին, եւ հետո նոր Եվային ստեղծեց նրա կողոսկրից։ Եվ Եվան դարձավ Ադամի կեսը։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշնչում ու անցանք, ես մի փոքր ամփոփում եմ անում, որ Աստված տղամարդուն վստահեց
պատասխանատվություն տվեց, առաջնեկություն տվեց Աստված տղամարդուն եւ տղամարդու դերը Աստված եւ ընտանիք հարաբերության մեջ շատ լուրջ դեր է։ Բոլոր տղամարդիկ համաձայն են։ Կանայք էլ են համաձայն։ Իրականում մեզ վրա կա մեծ պատասխանատվություն, սիրելի տղամարդիկ, խնդրում եմ բոլորս մեր ձեռքերը բարձրացնենք, որ մեր վրա, այդ ձեր վրա, իմ վրա չէ, էլի, ձեր վրա կա մեծ պատասխանատվություն։ Ու գիտեք ինչ արեց Աստված։ Աստված երբ որ ստեղծեց ամեն բան երկրի վրա, կհիշեք, մենք խոսեցինք, որ բերեց Ադամի մոտ կենդանիներին ու ասեց. Ադամ, ինչ անուն կդնես։ Դրանով գիտեք ինչ արեց Աստված։ Ինքը ստեղծեց, ինքը կարար անուններ դնել, բայց Աստված Ադամին գործակից արեց իր ստեղծագործական այդ ստեղծագործության մեջ։ Այսինքն Ադամը դարձավ այս ստեղծագործության մասնակից։ Ես ու դու, սիրելի եղբայր, Աստծո պատկերով ու նմանությամբ եւ լցված Աստծո շնորհքով եւ նաեւ ստեղծագործական տաղանդներով մենք ինչ որ մի բան ստեղծում ենք, արարում ենք, անում ենք, բայց ինչպես ենք անում, այ հարցը դրանում է։ Կարելի ասել, գիտեք ինչ արեց Աստված։ Աստված նախնական ներդրումները արեց ու հետո ամեն բան վստահեց մարդուն, տղամարդուն։ Աստված արարեց ամեն բան, նախնական ներդրումները արեց ու վստահեց մարդուն, որ շարունակի ստեղծագործել, շարունակի կառուցել, շարունակի Աստծո գործը երկրի վրա։ Այսինքն տղամարդը երկրի վրա Աստծո դեսպանն է։ Ծննդոց 1:28-ում գրված է. աճեցեք, շատացեք եւ լցրեք երկիրը, տիրեցեք եւ իշխեցեք։ Ու Աստված այս ամեն ինչը, թե ինչ ուտեն, ինչ չուտեն, ոնց իշխեն, ոնց անեն, այս ամեն ինչը Ադամին էր ասել։ Մինչև Եվայի ստեղծվելը։ Այսինքն ես ու դու ավելի շատ բան գիտենք, սիրելի տղամարդ, սիրելի եղբայր, մեզանից ավելի շատ բան է պահանջվում, քան կնոջից։ Մենք ելումից պիտի պահանջենք, կարանք Աստծուց պահանջենք։ Այն որ Աստծուց չենք կարում պահանջենք, մեր մուրը կնոջից ենք անում։ Մենք տեսնում ենք ստեղ, որ Աստված իրականում Ադամին իշխանություն տվեց, հա, կենդանական աշխարհի վրա, բնության վրա, հա, բայց մարդ հարաբերության վրա Աստված իշխանություն չտվեց, չասեց կգործածես այդ իշխանությունը մարդ հարաբերության մեջ։ Այս ինչ ես ասում։ Այսինքն նայում եմ ձեր աչքերից, վաու, այս մեր ընտանիքում դիրք ես փոխում, չէ։ Ուզում եմ ուղղումներ մտցնենք, լավ։ Ըստ Աստվածաշնչի։ Նայ օրինակ, տղամարդը կնոջ եւ կինը տղամարդու նկատմամբ չպետք է օգտագործի ինչ որ իշխանություն։ Համաձայն եք։ Շատ ժամանակ բայց տեսնում ես խախտվում է ինչ որ բան։ Մենք տեսնում ենք ընտանիքներ, որ ընտանիքում տղամարդը դառնում է դիկտատոր, այսինքն ինքը ոնց ասի տենց էլ պիտի լինի, այսինքն ինքը իրան վերագրում է, որ ինքը Աստված է։ Դա մի քիչ վտանգավոր է։ Գիտեք ինչի՞։ Որովհետև մենք Աստծո պատկերով ու նմանությամբ ենք, բայց Աստված չենք։ Հա? Աստվածը ինքն է։ Մենք առնվազն Աստծո կողմից պատասխանատվություն ունենք այս երկրի վրա եւ մեր ընտանիքների մեջ։ Բայց մենք Աստված չենք։ Ամեն։ Բայց մենք տեսնում ենք այդ դիկտատորի կարգավիճակը, այսինքն կինը հլու հնազանդ ինչ ասում են պիտի լսի։ Գիտես սիրելիս, ու նույն նաև Աստված կնոջը իրավունք չտվեց, որ տղամարդու վրա իշխանություն գործածի կամ մանիպուլյացիա անի։ Անենց որ Աստված լինելով ինքը իր աստվածային գերբնական իշխանությունը չգործածեց մարդու վրա։ Մարդուն տվեց կամք, որոշում կայացնելու իրավունք, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն։ Ամեն։ Բայց դրա հետ միասին Աստված նաև տվեց մարդուն ճիշտը
ճշմարտությունը եւ մեղքը ճանաչելու հնարավորություն, որ մարդը կարողանա զանազանի, թե ինչ որոշում կայացնի, ինչպես ապրի, որ ճիշտ լինի։ Համաձայն ես։ Գիտեք առաջի պատվիրանքը որն է։ Առաջի պատվիրանը Մարկոս 12:30։ Սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ եւ բոլոր անձիցդ եւ բոլոր մտքիցդ եւ բոլոր զորությունիցդ։ Սա է առաջին պատվիրանը։ Հաջորդ պատվիրանը որն է։ Ով է սիրում Աստծուն։ Ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ողջ էությամբ կան սիրողներ Աստծուն։ Սենց էլ եմ ձեռքեր տեսնում, այսինքն ժամանակ առ ժամանակ նայած եղանակի, նայած տրամադրության, մեկ հա մեկ չէ, փառք Աստծուն։ Իրոք սիրում ես Աստծուն։ Ամեն։ Որ Աստծուն սիրում ես։ Ուրեմն նշանակում է դու Աստծո պատվիրաններն էլ պիտի պահես, չէ՞։ Չէ, պիտի բառը հանենք, որովհետև սերը պարտադրողական չի։ Սերը չի պարտադրում, սերը չի ստիպում, սերը համբերատար է, սերը ներում է, սերը երկայնամիտ է, սերը ողորմած է, սերը սեր է, անվերջանալի, հա։ Սերը իրականում յուրահատուկ է։ Եկեք մի հատ հարց տամ սենց, սիրելի ծնողներ, մեծ մասամբ ստեղ ծնողներ ենք, շատերն էլ կլինեն, գիտեք հետաքրքիրը որն է։ Դու քո երեխաներին, որ մի լավ բան ես անում, հետո պարտադրում ես, որ անպայման դրա փոխանորդը տան քեզ։ Ինչի՞ց դրդված ես անում։ Սիրուց։ Մի քանիսը սիրուց, մի քանիսը լռությամբ, մի քանիսը չգիտեմ ինչ շահ ունեն այդ խեղճ երեխեքից։ Ձեն չեն հանում։ Իրականում սիրուց դրդված ես անում, ու այդ սիրո մեջ չկա այնպիսի մի շահավետ պայման, որ ասես գիտես, այ ես արեցի, հիմա այս երեխան էլ պիտի անի։ Շատ վաղեմի մի բեմականացում կա հայկական, դեռ են սովետական ժամանակների բեմականացում, բայց հայկական թատրոնի դերասաններն էին խաղում ու ներկայացումը սրանում էր կայանում, որ մի ծնող դատավորի մոտ գնացել է բողոքի իր տղայից։ Ու բողոքում է տղայի մասին, որ տղան իրեն չի զանգում, իրանով չի հետաքրքրվում, խնամք չի տանում եւ այլ, այս դատավորը լսում, ունես տրտում է, վերապրում ու ասում է, վայ, այդ ինչ վատ տղա է, այդ ինչի է այդ տղեն այտենց մեծացել, ոնց կարելի է ասենց ծնողին խնամք չտանել, չհետևել, մեկ էլ հայրը, ծնողը մի հատ տետր է հանում իր պայուսակից հաստ ու ասում է սիրելի դատավոր, ահա մանկուց մինչև այսօր իմ արած բոլոր բաները հերթականությամբ գրել եմ, թե ես այդ երեխայի համար ինչ եմ արել, վերցրու ունայ, այս դատավորը այս տետրը որ տեսնում է, ասում է, լսի, ես էլ որ քո տղան լինեի, ես էլ քո նկատմամբ այտենց կվարվեի, ոնց որ քո տղան։ Գիտես ծնող, որը մի բան անում է երեխայի համար ու գրում, որ հետո երեխուն ցույց տա, ասի, գիտես, դու ինձ այսքան պարտք ես։ Դա ծնողական, դա սիրո դրսևորում չի։ Դա առնվազն շահավետ ինչ-որ մի պայման է դնում ծնողը երեխայի նկատմամբ։ Էնպես որ սիրելիս, եթե մենք սիրում ենք Աստծուն, ոչ թե մենք պարտադրողական, այլ մենք այդ սիրուց դրդված կամա թե ակամա պատվում ենք մեր երկնային հոր պատվիրանները, խոսքը, որ կատարենք։ Գիտեք, մարդ կա, ասում է, շատ եմ սիրում, պատվում եմ, մեր մեջ մնա, մեռնեմ Աստծո զորությանը։ Ասում է, եւ երկրորդը սրա նման է, սիրի քո ընկերին քո անձի պես, սրանից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Մենք տեսնում ենք, որ Աստված, երբ որ իշխանություն տվեց, իշխանությունը վերաբերվում է բնության դեմ, կենդանական աշխարհի դեմ, հոգևոր տարբեր իրավիճակների նկատմամբ օգտագործես իշխանությունը Տիրոջ խոսքով զորացված, որովհետև քո մարդկային իշխանությունը պարտված է հոգևոր բոլոր իրավիճակների դեմ։
Իսկ Աստծով զորացված այդ իշխանությունը մեծ պտուղ եւ հաղթանակներ է ունենում։ Ամեն։ Իսկ մարդ հարաբերության մեջ ասում է՝ սիրի քո ընկերին, քո անձի պես։ Սրանից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Աստված Եվային Ադամի համար որպես ինչ ստեղծեց։ Օգնական, ընկեր, կես, կին, որ միացան, դարձան մեկ։ Ամեն։ Հիմա ուզում եմ մենք սրա վրա մի փոքր ուշադրություն դարձնենք, որովհետև եթե Աստված պատկերացրեք խնձորը կիսած։ Խնձորը կիսած։ Այս մի կեսը կարծես խնձոր է, բայց ամբողջական չի։ Այն մի կեսն էլ է խնձոր, բայց ամբողջական չի, բայց երբ որ մեկ են դառնում է մեկ ամբողջ խնձոր։ Սիրելիս, իմացի մի բան, Աստված ձեզ մի տեղի ունենում մեր կյանքի մեջ։ Ինչի ընտանիքներում կամ ամուսինների մեջ անախորժություններ տեղի ունենում։ Որտեղից է գալիս։ Եթե մենք իմանանք որտեղից է գալիս, եթե մենք գտնենք արմատը, մենք ինչ կանենք դրա հարցերը կլուծենք։ Համաձայն եք։ Քանի դեռ արմատը չենք գտնում, հարցերը չեն կարող լինեն լուծված։ Մենք կարանք տարբեր մեթոդներ գործի դնենք, բայց այդ հարցը այդպես էլ չլուծվի։ Ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում, սիրելիներս, Ծննդոց 3-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսքերն ենք ընթերցելու։ Ասում է, եւ օձ ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Աստված ստեղծել էր։ Եվ այդ օձը խորամանկ, կնոջը ասաց, իրավ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք։ Հետաքրքիր է։ Օձը ավելի խորագետ չէր, խորամանկ էր։ Խորամանկ եւ խորաբգետ բառերը կարծես թե շատ մոտիկ են ու նման, բայց դրանց իմաստն ու տարբերությունը բավականին մեծ է։ Խորամանկ նշանակում է իր շահերի համար ինչ որ մեկի կյանքը փչացնի։ Խորագետ նշանակում է Աստծո փառքի համար ինչ որ մեկի կյանքում մեծ ներդրումներ ունենա։ Ամեն։ Եվ ասում է, օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Աստված ստեղծել էր։ Օձի խորամանկությունը գիտեք ինչու՞մ է կայանում։ Օձը ինչով էր խորամանկ, որ չմոտեցավ Ադամին, չմոտեցավ տղամարդուն, ինչի՞։ Ադամին չմոտեցավ, Եվային մոտեցավ։ Ահա թե ինչումն է նրա խորամանկությունը եւ շարունակեմ, վերջի վերջո, սիրելիներս, Ադամը տղամարդ էր։ Ու լավ գիտեր օձը, որ Ադամը Աստծուց խոստմունք ունի եւ Ադամը գիտի թե որը որից հետո է։ Վերջի վերջո, սենց էլ բան կա, չէ, ասում է, դե տղամարդ է։ Սրան մի բան ասել չի լինում։ Այնքան խիստ սիրտ ունի, պինդ բնավորություն, փակ ձեռ, սենց տղամարդ տեսել եք։ Տղամարդկանց մեծամասնությունը տենց է, չէ՞ լինում։ Փակ ձեռ, աշխատում ես, աշխատավարձիդ մի տոկոսը տալիս ես տունը, կնոջը մնացածից տեղյակ չի։ Փակ ձեռ, այ մարդ, մի հատ ծաղիկ առնեմ, տանեմ կնոջս տամ։ Որպես տղամարդ, եկեք մեր տղամարդկությունը մենակ մեր խիստ բնավորության գծերով, իշխանությունով ու բանով չգործադրենք, այլ նաև մեր կողքին դրված կանանց համար լինենք խնամակալ, լինենք միակ օրինակը։ Կան չէ կանայք, որ սկսում են, այ մարդ, ամուսինների հետ, սենց թեմաներ է սկսվում, բայց չես տենում են մեկի ամուսին իր համար, այս առավ, են առավ, են մեկի ամուսին անընդհատ ծաղիկներ ա բերում, իրար հետ դուրս են գալիս զբոսնում, դու մի անգամ չտեսա տենց բան անես։ Հəl մի հատ հարց տամ, սիրելիս, ինչի պետք է ուրիշի ամուսինը քո կնոջ համար լինի օրինակ։ Եկեք մենք լինենք միակ օրինակը մեր ընտանիքներում, մեր կանանց համար։ Եվ բոլոր կանայք ասեցին ամեն։ Գիտեք, օձը վերջի վերջո մոտեցավ ոչ թե Ադամին, որովհետև լավ գիտեր, որ Ադամին չի կարա խաբի, որ Ադամը Աստծո հետ հանդիպում ունի, ու Ադամը լավ գիտի, որն է ճիշտ եւ որն է սխալ։ Բացի հետ էլ Ադամը լավ էլ ճանաչում էր օձին։ Համաձայն եք։ Ադամը օձին լավ էր ճանաչում, որովհետև այդ օձի անունը ով դրեց։ Օձ։
Մեկին որ տենում ես ու սենց սանչի վայ ես ինչ օծնա։ Ու ես զարմանում եմ ինչի Ադամը օծի անունը օծ դրեց։ Դե օծ է էլի։ Այդ օծին ուրիշ անուն չես կարա դնես։ Հա? Դրա համար էլ Ադամը դրեց օծ, ու օծը լավ գիտի որ Ադամը իրան լավ է ճանաչում։ Լավ գիտի որ ինքը օծ է։ Դրա համար չէր կարա Ադամին խաբեր։ Ահա թե ինչու՞մն է օծի խորամանկությունը, որ մոտեցավ կնոջը, ճանաչելով կնոջ տեսակը։ Նուրբ, փխրուն, վստահող եւ էմոցիոնալ։ Կինը նուրբ տեսակը։ Համաձայն ես։ Ես խոսում եմ իսկական կնոջ տեսակի մասին, նուրբ, փխրուն, վստահող, էմոցիոնալ։ Ով ունի տենց կին։ Նուրբ, փխրուն, գեղեցկուհի, էմոցիոնալ, վստահող։ Գիտեք որտեղից է գալի։ Ադամը, Եվան գիտեր, որ Ադամը իր կողքին է միշտ։ Ինքը վստահում էր Ադամին։ Ինքը ամբողջովին իր կյանքը, իր ամեն ինչը սենց վստահում էր Ադամին, որովհետև գիտեր մեկը ով այդ պատասխանատվությունը կրում է։ Ինչի եմ ես սա շեշտում, սիրելիներս։ Կարևոր է, որովհետև երբ որ տղամարդը կորցնում է իր դիրքը, օծը կարողանում է խաբի Եվային։ Երբ որ տղամարդը կորցնում է իր դիրքը իր տան մեջ, կնոջ հետ հարաբերությունների մեջ, ընդհանրապես որպես տղամարդ կորցնում է Աստծո հետ հարաբերությունները, ինքը կորցնում է իր դիրքը։ Ու երբ որ տղամարդը կորցնում է իր հարաբերությունները Աստծո հետ, հավատա որ օծը գլուխ է բարձրացնում։ Օծը առիթ է ման գալիս, որպեսզի այդ միաբանության մեջ մտնի ու այդ միաբանությունը փչացնի։ Համաձայն եք, որ տղամարդու դերը կարևոր է։ Իրականում տղամարդու դերը շատ կարևոր է, սիրելիներս։ Մենք անցած անգամ որոշել ենք, չէ՞, խոսենք տղամարդու մասին։ Գիտես, մի բան էլ եմ ուզում ասեմ, տեսեք, օծը իմանալով, որ Ադամին չի կարա խաբի, օծը հասկացավ կամ մեկը, այ որի միջոցով կարամ Ադամին գցեմ մեղքի մեջ։ Կինը։ Այ կինը կարա համոզի Ադամին։ Ես չէ։ Սիրելի կանայք, ինչքան դեպքեր է եղել, որ ասում է երկու ոտդ մցրել ես մի կոշիկ, ճիշտ է, մի քիչ սեղմելա, ճզմելա, բայց համոզել ես ամուսնուդ քո ուզածը։ Եղել է, չէ՞։ Որովհետև Ադամը լավ գիտեր Աստծո խոսքը, ասում է, եւ Աստված ինչ որ միաբանեց, ոչ մի բան չբաժանի։ Ու Ադամը հենց տեսավ եւ անխնձորոք երավ ասեց, վայ իմ կինն է, որտե ինքը ընդեղել ես։ Ու ինքն էլ գնաց ընկավ մեղքի մեջ։ Գիտես, շատ ժամանակ իրականում խնդիրները երբ որ առաջանում են, ընտանեկան խնդիրները, միակողմանի չի լինում։ Դա լինում է երկկողմանի, բայց ամենակարևոր պատասխանատվությունը, սիրելի եղբայրներ, ուզում եմ ասեմ, որ դա դրված է մեր վրա։ Որովհետև մենք կնոջ եւ ընտանիքի գլուխն ենք եւ մեր գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մենք տեղում չենք Հիսուս Քրիստոսի հետ, եթե մենք տեղում չենք ու Աստծո խոսքը չի բնակվում մեզանում, եթե մենք չենք կառուցում ու ստեղծագործում Աստծո պայմանների համաձայն, ապա մեր ստեղծած ու ստեղծագործած ամեն բան ընդունակա շատ շուտ քանդվելու։ Լսում ես։ Ես այսօր խոսում եմ կանանց օգտից, բայց կխնդրեմ, որ տունը չգնաք ու իրար հետ սուսերամարտ կպնեք։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք լինեք իրականում Աստծո ստեղծած են երկու բաժինը, որ մեկը մեկի օգնելով պիտի կարողանաք հաղթեք այս իրավիճակները։ Աստծո խոսքը նրա համար չի, որ մենք վերցնենք կանայք, վերցնենք կնոջ վերաբերյալ խոսքը, տղամարդուն վերաբերյալ խոսքը, տղամարդիկ էլ կանանց վերաբերյալ խոսքը ու գնան սուսերամարտ կպնեն։ Մտնեն սուսերամարտի մեջ, Աստծո խոսքով, չէ սիրելիս, դու դրանով են որ ասում օծի ջաղացին ջուր ես լցնում։ Եկեք օծից ջաղացին ջուր լցնող չլնենք։ Եկեք մենք միաբանվենք ու կարողանանք
օծի գլուխը ջախ ենք։ Մարկոսի 3-րդ գլուխ 27 խոսքում ասում է, ոչ ոք չի կարող մի զորավորի տունը մտնել, կարասիքը հափշտակել, եթե առաջ այն զորավորին չկապի եւ հետո նրա տունը կհափշտակի։ Այդ զորավորին ո՞նց է կապում։ Զորավորին կապում է նրանով, որ այդ զորավորը դադարում է Աստծո հետ շփում ունենալուց։ Գիտեք ինչով ենք կապնվում։ Եկեք համաձայնենք, որ Ադամը ուր էր։ Ինչի համար Եվան չխորհրդակցեց Ադամի հետ մինչև օծի հետ զրույցի մտնելը։ Ասեմ քեզ, երկուսն էլ կարևոր գործով տեղ էին գնացել։ Երկուսն էլ լուրջ գործեր ունեին։ Մինչև զորավորին չկապես, զորավորի տունը չես հափշտակի։ Սիրելիս, գիտես ուր էր, Ադամը զբաղված էր։ Եվան էլ էր զբաղված, ամեն մեկ իր գործերով էին զբաղված։ Ու երկուսի գործերն էլ լուրջ էին։ Այտենց էլ կա։ Օրինակ, տղամարդը աշխատանքի է գնում, չէ՞։ Ասում է աշխատանքով եմ զբաղված, իր ամբողջ ժամանակը տրամադրում է աշխատանքին, մեքենային, անհնար առանց մեքենայի տղամարդ, մանավանդ մեր ժամանակաշրջանում։ Հետո էլ ինչ անում տղամարդը, ընկերական շրջապատ, հետո գալիս է դիվան, հեռուստացույց, կինն էլ է զբաղված, սիրելիս։ Կինն էլ ինչով է զբաղված, առավոտը խեղճ կին հարթանում է, այ մարդ, անցնում խոհանոցային աշխատանքի, ճաշ սարքի ամուսնուտ կերակրի, երեխեքի համար ճաշ սարքի կերակրի, տները հավաքի, մաքրի, երեխեքին ճանապարհի, դիմավորի, այս ամուսինը տա գալու իր համար ճաշ պատրաստի, որ դիմավորես, զբաղված ենք, չէ՞ բոլորս էլ։ Նայեք, կինն էլ, տղամարդն էլ։ Ադամն էլ Եվան էլ լուրջ գործերով զբաղված էին։ Մենք էլ ենք զբաղված։ Ու ամեն ինչի համար ժամանակ ենք գտնում, բայց մեկս մեկի համար ժամանակ չենք գտնում։ Տղամարդը հոգնած գալիս է տուն, դիվանը այդ խեղճ հոգնած տղամարդուն գրկում է ու հեռուստացույցը միանում է։ Կինը ուզում է գամոտիկանա մի հատ բան ասի, ասում է կնիկ հոգնած եմ, լավ էլի թող հանգստանամ։ Կամ տղամարդը գալիս է տուն, կինը հոգնած դեմքով ընդունում է տղամարդուն։ Անենց հոգնած դեմքով, որ այդ տղամարդը փոշմանում է, որ տուն է եկել։ Ասում է լավ կլներ, այ մարդ ուրիշ հասցեով գնացած լինի։ Ու տենում ես տղամարդկանց մեծ մասը ուրիշ հասցեով է գնում։ Ցավոք սրտի։ Գիտեք ինչից է գալիս։ Գալիս է նրանից, որ ամեն մեկը կարևորում է իր դիրքը ու իր աշխատանքը, իմն ավելի կարևոր է, քան կնոջ։ Հələ կնոջը հարցրու։ Կինն ասում է իմն ավելի կարևոր է, քան քոնը, դու իմը չես գնահատում։ Ու մենք տեսնում ենք բաժանումներ է գալիս։ Ու մենք տեսնում ենք հարաբերություններ է փչանում։ Ու մենք տեսնում ենք, որ տղամարդ ու կին հարաբերության մեջ ինչ որ մեկը մտել ու պատաշարում։ Սառնություն է գալիս։ Գիտես ինչն է խնդիրը։ Ինչ ուզում ես արա, սիրելի եղբայր։ Կնոջ հաշվին մի արա։ Կնոջ հաշվին մի արա, այսինքն կնոջ բաժինը միշտ թող քո ներսում պատրաստ լինի, որ պիտի գնաս ու այդ բաժինը նվիրես կնոջդ։ Քո կյանքի այդ ժամանակը, քո կյանքի այդ բաժինը, քո կյանքի այդ առաջի սերը չպակասի։ Այլ միշտ ամեն անգամ երբ որ տուն ես գնում, այդ առաջի սիրով լցված գնաս։ Արդյոք դա լավ չի, որը տենց լինի։ Սիրելի եղբայր, դու լավ ես զգում քեզ, որ գնում ես տուն ու ընկնում ես կռիվների մեջ։ Կնոջդ հետ հարաբերությունները լավ չի, լավ ես զգում քեզ։ Եկեք մենք մեր բաժնի մեջ ճիշտ վարվենք։ Եկեք մեր բաժնի մեջ մենք լինենք տեղում ու հետո նոր դիմացինից պահանջենք։ Առաջի պատվիրանը լավ ուզում ենք լինի Աստծո հետ մեր հարաբերությունները, բայց երկրորդ պատվիրանը չենք պահում։ Նույնն էլ սիրելի կանայք։ Ինչով ուզում ես զբաղված եղի քո ամուսնու տեղը ուրիշ բաներով մի զբաղեցրու։ Ոչ մի հոգս, ոչ մի աշխատանք, ոչ մի երեխաները իր տեղում։ Տան գործերը իր տեղում։ Բայց քո ամուսինը թող քո սրտի մեջ
իր կարևորագույն տեղը զբաղեցնի։ Համաձայն եք։ Քո սրտի մեջ կարևորագույն տեղը զբաղեցնի, որովհետև կինը ունի իր բաժինը ընտանիքի շինության, երջանկության մեջ։ Տղամարդը ունի իր բաժինը։ Եկեք ամեն մեկս մեր տեղում ճիշտ տեղում լինենք։ Այս երկուսի մեջ, սիրելիներս, չկա առաջնային եւ չկա երկրորդական տղամարդու ու կնոջ դերը։ Կա մի ավելի կարևոր բան։ Այս ունայնության մեջ չկորցնենք միմյանց ժամանակ տրամադրելու այդ կարևորությունը։ Այս ունայնության մեջ հավատա ամեն բան ունայն է, ամեն բան։ Ընկել ենք ունայնության հետևից ու մենք կորցնում ենք ամենաթանկը, այն ինչ որ Աստծուց ունենք։ Կորցնում ենք միմյանց հետ հարաբերությունները, կորցնում ենք մեր ուրախությունը։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլխի 3-ից 5-րդ խոսքերում գրված է այսպես, ասում է մարդ թող իր կնկա պարտքը վճարի։ Եվ այնպես էլ կինը իր մարդու պարտքը։ Կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ մարդը։ Այնպես էլ մարդը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Իրար մի զրկեք։ Բայց միայն իրար հետ միաբանվելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահության եւ աղոթքի պատրաստվեք եւ դարձյալ մեկտեղ դարձեք, որ սատանան չփորձի ձեզ ձեր անժուշկալության պատճառով։ Հասկանում ենք ինչ ասեց Աստված կնոջն ու տղամարդուն։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ 3-ից 5-րդ խոսքերը գրված այսպես. մարդը թող իր կնկա պարտքը տա, վճարի իր կնոջ պարտքը։ Մենք ինչ ենք պարտք մեր կանանց։ Օրինակ ինչ ես վերցրել, որ չես տվել։ Այսօր գնա ապաշխարի։ Գիտեք ինչ ենք պարտք միմյանց։ Սեր, փոխադարձ վերաբերմունք, ճիշտ հարաբերություններ եւ սեր։ Ասում է տղամարդը թող իր պարտքը վճարի կնոջը, կինն էլ տղամարդու պարտքը։ Եվ հետաքրքիր մի բան ասում է, գիտես, ասում է, կինը իր մարմնի վրա իշխանություն չունի։ Գիտեք ինչի համար։ Այդ տեղը տղամարդկանց դուր է գալի։ Կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, կան մարդիկ նաև նկարում են, որ տանեն իրանց կանանց ապացուցեն։ Ու տղամարդիկ սենց, տեսար, արից տելը։ Գիտես, կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, որովհետև գիտի, որ դու Հիսուսինն ես, ու Տիրոջ են քաղցրությունով, սիրով լցված պիտի վերաբերվես իր հետ։ Այդ դրա համար էլ կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, վստահում է իրան անձը քեզ։ Իսկ այսօր կան իրականում ընտանիքներ, որտեղ տղամարդը այստեղը վերցնում է, կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, հլարիստ է, ու սկսում է կնոջից սենց մի հատ վերաբերմունք ու զարմանում, ասում ես լսի, բայց Աստված դրա մասին չէր խոսում։ Հա? Տղամարդն էլ իր մարմնի վրա իշխանություն չունի, տղեկ դե բռնվեք։ Կինն ունի տղամարդու վրա իշխանություն։ Ու գիտես ինչա տեղի ունենում, ու այսօր տեսնում ես աղավաղված մտածելակերպ, ու այդ տղամարդը տունա մտնում, թե չէ, դառնում է մուկ, որտեվ կինը տունն էր, հայացքը սենց նայում է, այս տղամարդը արդեն մուկ է դառել, հա, գանձս, հրաշքը, ինչ կա, ասա, ինչ անեմ, ամանները լվամ, լվացքը պրծած, գնամ հարթուկ անեմ։ Սիրելիս, այսօր կան այսպիսի իրավիճակներ, բայց սա Աստծուց չի։ Աստծունը քաղցր է ու անուշ։ Աստծունը սիրով է լցված։ Աստծունը լցված է ուրախությունով ու քաղցրությունով։ Ասում է իրար մի զրկեք։ Իրար մի զրկեք, տենում ես իրարից խռովում են, ինչ որ օծը մտել է այդ արանքը, մտքեր է բերել, մտքեր է տվել, ու իրար սկսում են զրկել։ Ամեն ինչից, սիրուց, ժպիտից, լավ վերաբերմունքից, ճիշտ հարաբերություններից։ Այդ մանիպուլյացիան կա, չէ՞։ Էդի Աստծուց չի, օծից է։ Երբ որ դու տեսնում ես այտենց մանիպուլյացիոն դիրք ու դրվածք, միանգամից քեզ բռնացրու, ասա մի րոպե, ես չպետք է օծի
միտքը իմ կյանքում իրականացնեմ։ Ես թույլ չպետք է տամ, ես այլ պիտի ջախջախեմ այդ օծի գլուխը։ Իրականում ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում, այս երկխոսությունը Աստված չէր նախատեսել հատուկ։ Ոչ թե Աստված չգիտեր, որ կարար լիներ, Աստված չէր նախատեսել, ինքը չէր ասել, պիտի այսենց լինի, օծը անպայման պիտի գա ու խաբի։ Այդ ամեն ինչը Ադամի և Եվայի բաց թողումն էր, սիրելիս։ Նրանք չլինելով իրենց տեղում, բաց թողում արեցին, չօգտագործելով Աստծուց տրված իշխանությունը թույլ տվեցին, որ օծը մտնի իրենց կյանքի մեջ և փչացնի ամեն բան։ Այսօր մենք նույնպես չունենալով Աստծո իմաստությունը, խորագիտությունը և իշխանությունը չիմանալով, թե ինչպես գործի դնենք, մենք թույլ ենք տալիս տարբեր տեսակի մտքեր, տարբեր տեսակի զգացմունքներ, ցանկություններ, իրավիճակներ և մեզ թվում է երկու կողմին էլ, թվում է թե ամեն մեկը ճիշտ են, ու երբ որ թվում է թե ամեն մեկը ճիշտ են, դրանից էլ բխում են պատերազմներ, կռիվներ, ծեծ, ջարդ, տուրուդմփոց, հիվանդանոց եւ այլ։ Ադամը Եվան ականջ դրեց օծին։ Նույն հաջողությամբ Ադամն էլ էր կարար ականջ դներ, բայց օծը հասկանում էր, որ Ադամի միջոցով մի քիչ դժվար կլինի, Եվայի միջոցով բռնեց։ Ամեն մարդ ունի իրան հոգեհարազատ ձայներ եւ օտար ձայներ։ Օրինակի համար, ինչ եմ ուզում ասեմ սրանով։ Հոգեհարազատ ձայն եւ օտար ձայն։ Կա չէ, որ ինչ որ միտեղ մի բան լսում ես, ասենց հոգեհարազատ, ասենց ասում ես, վայ ինչ լավ է, ընդունում ես, հոգիդ ընդունում է։ Բայց կան իրավիճակներ, որ լսում ես կողքից ու ասում ես, լսի, իս օրինակի համար գտնվում ես այնպես մի միջավայրում, որտեղ որ բամբասում են, որտեղ որ հայհոյում են, որտեղ որ չարախոսում են, քեզ հոգեհարազատ է, թե չէ, թե օտարա դա արդեն քեզ։ Դա արդեն օտարա չէ մեզ, բայց մի ժամանակ ոչ միայն հոգեհարազատ էր, մեր ուշքը գնում էր այդպես բաներից։ Հայհոյում էինք, չարախոսում էինք, բամբասում էինք, այսինքն կա հոգեհարազատ և կա օտար ձայներ։ Նայած ով ոնց է դա ընդունում, սիրելիս։ Բայց երբ որ մենք Աստծո մեջ ամրացած չենք, այն օտար ձայները կարան գան դառնան հարազատ ու մենք հարազատին վանենք։ Չճանաչելով օտար ձայները, մենք կարանք դա ընդունենք հարազատ քեզ հարազատի պես ու քո հարազատին վանես քեզանից։ Հասկանալի եմ ասում։ Պարզ եմ ասում։ Ես ուզում եմ, որ ավելի պարզ լինենք։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ մի աղբյուրից նույն ակունքից չի կարա համ քաղցր ջուր դուրս գա, համ դառը ջուր դուրս գա։ Հակոբոսի 3-րդ գլխի 11-ից 12 խոսքերում է գրում։ Ասում է չի կարա մի աղբյուրից համ քաղցր, համ դառը ջուր բխի։ Բայց եկեք համաձայնվենք Աստծո կամքը ու խոսքը չիմանալու հետևանքով մենք շատ ժամանակ այն օտար ձայններն էլ հարազատի պես ընդունում ենք ու մեզանից դառը աղբյուրներ են բխում։ Ու մենք դառնում ենք դառը աղբյուր։ Եթե դու քեզ դեռ չես բռնացնել այդ որպես դառը աղբյուր, փառք Աստծուն, նշանակում է չկա։ Բայց երբ որ Աստծո խոսքի մեջ ավելի ամրապնդվում ենք, հասկանում ենք, որ իրականում լսի ես մի բանը, որ արեցի ես դառը աղբյուր էի։ Սիրելիս, մեր կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների հեղինակը ով է։ Մեր կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների հեղինակը կարաք ասեք ով է։ Իրականում մենք։ Օծը այդքան էլ մեղավոր չի։ Օծը հրահրիչը, ընդունողը եւ իրականացնողը մենք ենք։ Օծը գիտեք ինչ անում, այսինքն օտար մտքերը, օտար ձայները, այսօր այն երրորդը սատանան, որ գալիս է, գիտեք ինչա կարողանում անի, նա կարողանում է ներքաշել քեզ զրույցի մեջ, առաջինը։ Երբ որ դու սկսում ես Աստծո խոսքը դնել մի կողմ, քո դիրքը դնել մի կողմ ու տարբեր տեսակի ձայներ ես լսում, մտքեր են գալիս ու դու սկսում ես դրան տեղ տալ, դու մտնում ես նրա հետ զրույցի մեջ։
Երկրորդը միտք է տալիս, սնենց միտք է տալիս, որ քո ուշադրությունը գրավի։ Գիտես ոնց է գալիս։ Օրինակ երեխայի ուշադրությունը, օտար երեխա է։ Այդ երեխայի ուշադրությունը ոնց կարաս գրավես։ Բալիկ ջան, արի հլստեղ։ Այդ բալիկը կնայի քեզ, կտենա օտար ես ու կասի, չէ, չեմ գալի ու կգնա։ Վայ, հրաշք, հլարի, այս կանֆետը տենում ես, էսի հոգևոր կանֆետա չի երևում, բայց դուք պատկերացրեք։ Արի գանձս, արի այս կանֆետը տամ քեզ։ Գիտես, ինչ որ մի առաջարկ ես անում, որ այդ երեխու ուշադրությունը գրավես։ Երբ որ այդ երեխան ականջ է դնում այդ ձայնին, մեկ էլ հրապուրիչ մի առաջարկ է լսում, անկախ ամեն ինչից ինքը քայլ անում դեպի այդ կողմ։ Գիտեք, սատանան, որ գալիս առաջինը նա ներգրավում է քեզ զրույցի մեջ, երկրորդը տալիս է գրավիչ առաջարկ, որը վերցնում է քո ուշադրությունը, դրանով իսկ բերում է, գիտեք ինչ, ամուսինների մեջ արժեքազրկում է միմյանց կարևորությունը։ Արժեքազրկում է միմյանց կարևորությունը։ Հիմա ուզում եմ դու պատկերացնես, որպեսզի հասկանանք ինչ եմ ասում։ Դու ինչ որ բանով համամիտ չես քո ամուսնու հետ, կամ սիրելի տղամարդ, դու համամիտ չես քո կնոջ հետ։ Որն է խնդիրը։ Ամեն ինչ գալիս է ստեղից։ Այ մեր ներսում կա ինչ որ բաներ, որ ես համամիտ եմ այս մտքի հետ, բայց համամիտ չեմ իմ ամուսնու հետ։ Համամիտ եմ իմ մտքի առաջարկի հետ, բայց համամիտ չեմ իմ կնոջ հետ։ Ու դա բերում է բաժանում։ Դա ինչ է անում, արժեքազրկում է միմյանց հետ խորհրդակցելու, այսինքն խորհրդակցելու կարևորությունը, էլ արդեն արժեք չունի, չհարցնեմ, ես գիտեմ իր կարծիքը, ինքը ասելու է չէ, բայց ես ուզում եմ այս ինչ բանը և ինքս կանեմ դա։ Ինչքան այդպես բաներ կա մեր կյանքում։ Անում ենք, հետո նոր տեղեկացնում, որ սենց բան ենք արել, ինչի, որովհետև ասում է, որ քո հետ խորհրդակցեի, մեկա թույլ չէիր տա։ Հասկանում ենք, թե ինչ կարա անի սատանան մեր կյանքում, որն էլ բերում է բաժանումներ։ Ու հետո արդեն արժեքազրկում է խորհրդակցել միմյանց հետ, հետո բարձրացնում է ինքնարժեքդ ու դիմացինը աչքիցը տնկնում է։ Նայեք, սիրելիներս, մեկ չսանձահարված միտքը ավերածություն և մահ կարաբերի։ Մեկ չսանձահարված միտքը։ Եթե մենք մտքեր են գալիս ու մենք դա չենք սանձահարում, դա կարա բերի ավերածություններ և կարա բերի մահ։ Իսկ միտքը սանձողը աշխարհը կշահի, թշնամին անգամ բարեկամ կդառնա։ Իսկ այն միտքը, որը բխում է քո շահերից, էլ չի հետաքրքրում, թե ումից է, չես էլ ուզում սանձահարես։ Ինչ կլինի, կլինի։ Տես, սա խոսում եմ նրա մասին, որ երբ որ գալիս են մտքեր, մենք մեզ տրված է իշխանություն Աստծո խոսքով քննել։ Արթնանալ ու վերստին նայել քո կարևորությունն ու քո դիրքը, որպես կին, քո վերաբերմունքը քո ամուսնու նկատմամբ, քո հարգանքը դեպի քո ամուսինը, և ամուսիններ վերանայենք մեր դիրքն ու չմոռանանք Աստծուց տրված այն պատասխանատվությունը, որ դրված է մեզ վրա, մեր ընտանիքների ու մեր կանանց խնամքի համար։ Երբ որ մենք դրանք մոռանում ենք, ու ընկնում ենք տարբեր մտքերի ազդեցության տակ, մենք էլ հետաքրքիր չի, ճիշտ է թե սխալ, մեզ շահավետ է, մեզ հաճելի է, ու մենք ընկնելով այդ ազդեցությունների տակ, մենք ավիրում ենք ամեն ինչ։ Այնպես որ սիրելիներս, այսօրվա այս խոսքի բուն իմաստը, որ կխնդրեմ փառաբանության թիմը թող մոտենա, գիտեք, նրանում է կայանում, որ մի փոքր ամփոփում անեմ, մենք Աստծո պատկերով ու նմանությամբ ենք, ոչ թե նրա համար, որ ինչ ուզենք, այնպես էլ անենք, որ ընկնենք տարբեր քամիների ու տարբեր ազդեցությունների իշխանության տակ ու ըստ
բախտիքը մաճույքի ոնց կլինի, նենց կլինի, սիրելիս։ Ուզում եմ, որպեսզի որպես տղամարդ մենք կարողանանք գիտակցենք ու հասկանանք։ Աստծո պատկերն ու նմանությունը հենց այնպես չի մեզ վրա։ Մենք Աստծո ներկայացուցիչներն ենք այս երկրի վրա։ Եվ այն ինչ որ Աստված արեց, եւ այն ինչ որ Աստված կամենում է որ արվի, դա վստահել է մեզ ու մեր պատասխանատվության տակ է։ Եվ այնքան կարևոր է որ մենք չկորցնենք Հիսուս Քրիստոսին որպես մեր հեղինակ, որպես մեզ առաջնորդ, որպես մեզ Տեր ու Փրկիչ եւ որպես մեզ գլուխ չկորցնենք այդ կապը Տիրոջ հետ, որովհետեւ դրա շնորհիվ մենք կկարողանանք կառուցել ճիշտ ընտանիք, ճիշտ հարաբերություններ, ճիշտ վերաբերմունք եւ այդ զորության շնորհիվ մենք կկարողանանք ջախջախել օձի գլուխը, ով ամեն ժամանակ չնայած դարերի տարբերության ամեն ժամանակ քիթը մտցնում է ընտանիքների մեջ որպեսզի քանդի։ Եվ նաև սիրելի կանայք, չկորցնենք մեր գեղեցկությունը, հմայքը, չկորցնենք մեր վերաբերմունքն ու սերը եւ մեր դիրքը, որ Աստված դրեց մեզ որպես օգնական, կես, որպես լիություն ամուսնու հետ միասին դառնալ մեկ Աստծո կատարյալ գործ։ Ամեն։ Ուզում եմ ոտքի կանգնենք եւ միասին աղոթ կանենք, որովհետեւ իրականում հարցակումները շատ են։ Հարցակումները գալիս են նաեւ այն պատճառով, որ մենք ճշմարտությունը չենք իմանում։ Քանի դեռ չգիտես ճշմարտությունը, սատանայի համար դու վտանգ չես։ Նա հանգիստ շարունակում է իր գործը, իմանալով, որ դու ինքդ էլ քանդում ես քո ընտանիքը եւ չես կառուցում Տիրոջ խոսքի հիման վրա։ Բայց երբ սկսում է ճշմարտությունը լուսավորել քո միտքը, սատանան ավելի ու ավելի է ուժեղացնում իր հարձակումները։ Բայց դու զորավոր ես Հիսուս Քրիստոսով։ Տիրոջ խոսքը զորություն է տալիս քեզ։ Տիրոջ խոսքը զորացնում է քեզ, որովհետև Տերն ասում է. ես իշխանություն տվեցի քեզ ջախջախելու սատանայի գլուխը։ Իշխանություն տվեցի քեզ եւ պատասխանատվություն, որ դու կանգնես իմ խոսքով, վարվես իմ խոսքի համեմատ եւ տեսնես իմ հաղթանակները քո կյանքում։ Փառավոր Աստված, օրհնյալ Հայր երկնային, մենք խոնարհվում ենք քո առջև եւ ողջ փառքն ու մեծարանքը բարձրացնում քեզ, Տերերի Տեր, արքաների արքա, եւ ասում շնորհակալ ենք, որ դու մեզ ստեղծեցիր քո պատկերով եւ նմանությամբ եւ մեզանում քո գերբնական իշխանությունն ու զորությունը դրեցիր, որ մենք կառուցենք, որ մենք ստեղծագործենք, որ մենք իրականացնենք քո սրտի այն մեծ նպատակներն ու ծրագրերը այս երկրի վրա, Տեր իմ Աստված, եւ մենք օրհնում ենք այսօր Փառքի Հայր քո անունը սուրբ եւ քո պաշտպանությունն ենք հռչակում մեր ընտանիքների վրա, մեր կանանց ու երեխաների վրա, մեր ամուսինների ու երեխաների վրա, Տեր իմ Աստված, քո կատարյալ խոսքի համեմատ թող ամեն մի խոսքը դառնա իրականություն ընտանիքների մեջ, կնոջ եւ ամուսին եւ կին հարաբերությունների մեջ, Տեր իմ Աստված։ Ամեն մեկս ճանաչենք մեր տեղը, մեր դիրքը եւ գործի դնենք այն իշխանությունը, որով կջախջախենք սատանայի գլուխը, Տեր իմ Աստված։ Մենք հակառակ ենք կենում ամեն տեսակ խոչընդոտների, ամեն տեսակ սխալ մտքերի, ամեն տեսակ սխալ առաջարկներին, որ այսօր աշխարհն փորձում է մեզ դրանում խաբել, Հիսուս Քրիստոս մեր Տեր ու Փրկչի անունով մենք ասում ենք, թող քանդվեն ամեն տեսակ այդպիսի բաները, որոնք գալիս են խանգարելու, փչացնելու, կործանելու, բաժանելու ու ջախջախելու մեր ընտանիքները։ Մենք կանգնում ենք Հիսուս Քրիստոսի անունով եւ հակառակվում ենք այդպիսի բաներին եւ ասում ենք, Տեր,
թող քո կատարյալ խոսքը, թող քո կատարյալ ներկայությունն ու զորությունը նորոգի մեզ, բժշկի մեզ, վերականգնես Տեր իմ Աստված, այստեղ ամեն մի տղամարդու իր դիրքը ճանաչի եւ իր դիրքից իր իշխանությունը գործածի խավարի իշխանության դեմ եւ իր սերն ու ողորմությունը եւ նվիրվածությունը իր կնոջ եւ ընտանիքի դեմ Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր երկնային, դու ողորմած հայր ես եւ այդ ողորմության զորությունը դիր մեր սրտերի մեջ, որպես տղամարդ ողորմած լինենք մեր ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ։ Դու հոգատար հայր ես եւ այդ հոգատարության զորությունը թող արթնանա ու գործի մեր սրտերի մեջ մեր ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ։ Դու պատասխանատվությամբ լցրեցիր մեզ եւ այդ պատասխանատվությունը թող Տեր իմ Աստված ակտիվանա մեզանում մեր ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ։ Հայր, քո այդ բնավորություն, էության, զորությունը թող իջնի այստեղ ամեն մի տղամարդու կյանքի մեջ, որպես գլուխ մենք խնամք տանենք մեր կանանց եւ երեխաների նկատմամբ։ Փառքի Աստված, եւ օրհնում ենք մեր քույրերին, որ նրանց ներսում արթնանա Տեր իմ Աստված այն հնազանդության եւ սիրո զորությունը, որ դու դրել ես որպես կես, որպես ընկեր, որպես օգնական, որ ամեն ժամանակ Տեր իմ Աստված այդ սերը դրսևորվի կին եւ տղամարդ հարաբերության մեջ, այդ հոգատարությունը դրսևորվի կին եւ տղամարդ հարաբերության մեջ, Տեր իմ Աստված, որ ամեն մեկը միմյանց նկատմամբ սիրով, հոգատարությամբ մեկը մյուսի պարտքը վճարի։ Սեր, խաղաղություն, միաբանություն, հնազանդություն։ Հայր, դու ես, որ մենք խոնարհվում ենք քեզ եւ որպես օրինակ ուզում ենք նմանվել քեզ։ Փառքի Աստված, օրհնում եմ եկեղեցին, օրհնում եմ եկեղեցում ամեն մի ընտանիք, Տեր իմ Աստված, եւ քո արյան պաշտպանությունը Հիսուս Քրիստոս թող լինի բոլոր ընտանիքների վրա, բոլոր այդ հարաբերությունների մեջ քո դրսևորումները պատխաբեր լինեն։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր, փառքը, մեծարանքը եւ պատիվը քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։